Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի մայիսի 11-ն է։ Այս տեսանյութում ես ցանկանում եմ խոսել իմ եւ կենդանասեր Հրանտ Դավոյանի միջև ընթացող դատական վեճի մասին։ Մասնավորապես կենդանասեր Հրանտ Դավոյանը քաղաքացիական հայցով դատի է տվել Էրիկ Եղինյանից եւ իբր թե իմ կողմից իրեն զրպարտելու համար պահանջում է դատանից ինձնից հոգուտ իրեն բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ Էրիկ Եղինյանը չունեմ իմ անվամբ գրանցված որևէ գույք կամ սեփականություն, ինչպես նաև չունեմ գրանցված աշխատանք, հետևաբար ինձնից որևէ մեկը, այդ թվում նաև Հրանտ Դավոյանը, չի կարող ոչինչ բռնագանձել։ Նշեմ նաև, որ Էրիկ Եղինյանը ամենևին էլ Հրանտ Դավոյանին չեմ զրպարտել։ Այդ կապակցությամբ դատանը արդեն իսկ պաշտոնական հարցմամբ դատանը դիմել է Ամերիկայում գտնվող Facebook-ին պատկանող Meta ընկերությանը, ինչպես նաև դատանը նշանակել է փորձաքննություն։ Հրանտ Դավոյանը ինձնից 1.5 միլիոն դրամ գումար բռնագանձելու ակնկալիքով արդեն իսկ բավականին շատ ֆինանսական ներդրումներ է կատարել, մասնավորապես Հրանտ Դավոյանը վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարները, վճարել է իր փաստաբանական ծախսերը, ինչպես նաև վճարել է փորձաքննության ծախսերը, մինչդեռ Հրանտ Դավոյանի հայցը մերժվելու պարագայում այդ բոլոր դատական ծախսերը բռնագանձվելու են Հրանտ Դավոյանից։ Նշեմ նաև, որ Էրիկ Եղինյանը Հրանտ Դավոյանի անձի դեմ ոչինչ չունեմ, ինձ Հրանտ Դավոյանի անձնական կյանքը ընդհանրապես չի հետաքրքրում եւ ինձ համար անհասկանալի է Հրանտ Դավոյանի մոտեցումը։ Նաև նշեմ նաև, որ Հրանտ Դավոյանը մարտահրավեր է նետել ինձ եւ ես ընդունել եմ Հրանտ Դավոյանի կողմից ինձ նետված մարտահրավերը, նաև հավելել որ այն անձինք, ովքեր որ իրավաբանական պայքարի մեջ են մտնում ինձ հետ, այդ անձինք գրեթե միշտ պարտվում են դատարաններում։ Նաև նշեմ, որ ես կողմնակից եմ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել իմ հարաբերությունները քաղաքակիրթ եղանակով, կարգավորել իմ հարաբերությունները իմ դատավարական հակառակորդների հետ։ Ես Հրանտ Դավոյանին հարգում եմ որպես կենդանասեր անձնավորություն, ողջունում եմ կենդանիների իրավունքների պաշտպանության ուղղված Հրանտ Դավոյանի գործողությունները եւ ամենայն բարիք եւ ամենայն հաջողություններ եմ մաղթում Հրանտ Դավոյանին եւ նորից եմ կրկնում, վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, որ ես Հրանտ Դավոյանին չեմ զրպարտել եւ ամենևին էլ նման հակվածություններ չունեմ։ Այսքանն է, շնորհակալություն ուշադրության համար։